Իշխանությունները նրա համար չեն ձևավորվել, որ ընդդիմությունը հանձնարարականներ տա։ Այսօր հայտարարեց ՀՀԿ խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը, նկատի ունենալով մարտի 1-ի հանրահավաքի ընթացքում իշխանություններին ներկայացրած Հայ ազգային կոնգրեսի 15 կետից կազմված պահանջագիրը։ Ինչ վերաբերում է նրան, որ ՀԱԿ-ի ներկայացրած պահանջները երեկ եւ այսօր Հայաստանի իշխանությունների հետ հանդիպումներում բարձրացրել են նաեւ Եվրոպայի խորհրդում Հայաստանի հարցով համազեկուցողները, մասնավորապես 2008 թվականի մարտի 1-ի 10 սպանությունների բացահայտման հարցը, ապա պարոն Սահակյանը համաձայնվեց։ Եթե բացահայտումները չկան, ովքեր են սպանել, այդ ասպեկտով նորմալ չէ։ Նա չի կիսում այն տեսակետը, թե Սերժ Սարգսյանի կողմից վերջին օրերին հրավիրված խորհրդակցությունները Հայ ազգային կոնգրեսի պահանջագրին ուղղված արձագանք է։ Եթե դա իրենց գոհացնում է, թող այդպես մտածեն։ Պարոն Սահակյանին այսօր զարմացրեց նաև լրագրողների այն պնդումները, թե այսօր Հայ ազգային կոնգրեսի հանրահավաքի հետ կապված մայրաքաղաք բերող բոլոր ճանապարհները փակ են։ Իհարկե փակ չեն։ Ինչի՞ պիտի փակվեն։ Սա ընդդիմության տվայտանքներն են։ ՀՀԿ խմբակցության ղեկավարին ընդհանրապես զարմացնում է ճանապարհները փակ լինելու մասին դժգոհությունները։ Միևնույն է, ինչ տարբերություն, գան թե չգան։ 10,000 գալու են, ասելու են 50,000 մասնակից։ Էլ իշխանությունները ինչի պիտի ձգտեն, էլ ինչի պիտի ձգտեն, որ արգել են։ Գալուստ Սահակյանը չի կարծում, որ Հայ ազգային կոնգրեսի այսօրվա հանրահավաքը բեկումնային է լինելու։ Ինչ վերաբերում է Ազատության հրապարակում Ռաֆֆի Հովհաննիսյանի հացադուլ հայտարարելուն, ապա պարոն Սահակյանը ցավում է նրա համար, սակայն չի հասկանում պարոն Հովհաննիսյանի հացադուլի պատճառը։ Նրա կարծիքով այսօր հացադուլից մարդիկ չեն սարսռում, հուզվում, ինչպես օրինակ 90-ականներին։ Ինձ համար հետաքրքիր է եւ նորություն է քաղաքական process-ներում նման ակցիան, որովհետեւ Բոլոր դեպքերում ՀՀԿ խմբակցության ղեկավարը հարկ համարեց ժառանգությանը եւ ընդհանրապես բոլորին տեղեկացնել, որ Սերժ Սարգսյանը չի պատրաստվում արտահերթ նախագահի կամ խորհրդարանի ընտրություններ անցկացնել։ Վիկտորիա Աբրամյան, Արամ Մնացականյան, IPF։ Գալուստ Սահակյանն այսօր անդրադարձավ նաև Հայ ազգային կոնգրեսի ակտիվիստ բռնցքամարտի աշխարհի գավաթակիր Սամսոն Խաչատրյանի կալանավորմանը, նշելով, որ շատ լավ է ճանաչում պարոն Խաչատրյանին, գնահատում է հայրենիքին մատուցած նրա ծառայությունները։ Հախուռն բնավորություն ունեցող անձնավորություն է եւ կարելի է անմիջապես ափերից հանել նրան։